Ժողովրդավարական համախմբում կուսակցության հիմնադիր նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել է 3 անշարժ գույք։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Դրանցից մեկը հողամաս է, որը միանձնյա պատկանում է իրեն եւ գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում։ Հողամասը Պետրոսյանը ձեռք է բերել 2020 թվականի մայիսի 5-ին։ Մյուս երկուսը բնակարաններ են, որոնք գտնվում են Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերում, դրանցից մեկը միանձնյա, մյուսը համատեղ սեփականություն է։ Բնակարաններից մեկը գործիչը ձեռք է բերել 2019 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ մյուսը 2022 թվականի նոյեմբերի 18-ին։ Տրանսպորտային միջոց Սուրեն Պետրոսյանը հայտարարել է 2 ավտոմեքենա 2018 թվականի արտադրության Genesis Մակնիշի ավտոմեքենա եւ 2008 թվականի արտադրության Շկոդա Մակնիշի ավտոմեքենա, որը նվիրատվություն է։ Բանկային հաշիվների մնացորդներ ներկայացնելիս Պետրոսյանը հայտարարել է 592,856 դրամ, 9,152 եվրո, 869 դոլար եւ 180,000 դրամ։ Հայտարարագրից տեղեկանում ենք նաեւ, որ Պետրոսյանն ունի նաեւ շահաբաժին Edelweiss Group-ում։ Ստացված եկամտի գումարն ու արժույթը կազմել է 178,000 եվրո եւ 77 միլիոն 209,280 դրամ։ Ստացված պարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 63 միլիոն 185,000 դրամ։ Հիփոթեքի առարկան Պետրոսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն անշարժ գույքն է։ Հիշեցնենք, Սուրեն Պետրոսյանն այն անձնավորությունն էր, որը Բագրատ Սրբազանի հետ Տավուշից քայլերթով հասավ Երևան, սակայն ազգային ժողովի մոտ իրավապահների կիրառած հատուկ միջոցներից հետո նա անհետացավ։ Գործիչին հրավիրել էին ազգային անվտանգության ծառայություն, առանձնազրույց ունեցել, ինչից հետո նրա ու Սրբազան պայքարի ճանապարհները բաժանվեցին։ Հավելենք նաև, որ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ կուսակցությունը հայտարարել էր, որ բացառում են որևէ այլ քաղաքական ուժի հետ դաշինքի կամ որևէ միավորումների ստեղծումը։